Հաճախ մեզ թվում է, թե գենդերային ապատեղեկատվությունը տարածվում է հիմնականում մեդիայի միջոցով կամ կենցաղային խոսույթում է արտահայտվում, բայց այն նաև լուրջ դրսևորություն ունի առողջապահական ոլորտում, մասնավորապես երբ խոսում ենք ՄԻԱՎ-ի մասին, հենց այս թեմայով ենք այսօր զրուցելու Փինկ իրավապաշտպան հասարակական կազմակերպության հաղորդակցության ղեկավար Մամիկոն Հովսեփյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Որոշ հետազոտություններով Մամիկոն ՄԻԱՎ վարակի գլխավոր աղբյուրը Հայաստանում արտագնա աշխատանքի գնացող տղամարդիկ են, բայց խտրական վերաբերմունքի կանայք են ենթարկվում, ձեր փորձից ելնելով ձեզ էլ ավելի շատ կանայք են դիմում, թե իրականում տղամարդիկ են առողջապահական համակարգում հենց այս հարցի հետ կապված որոշակի խտրական վերաբերմունքի արժանանում եւ օգնության կարիք են ունենում։ Ուրեմն, եթե խոսքը գնում է առողջապահական համակարգի խտրական մոտեցման մասին, կարծես թե պիտի այնտեղ խտրականություն չլիներ, որովհետեւ օրինակ ՄԻԱՎ-ը որպես առողջապահական խնդիր ու նաև հաշվի առնելով, որ ցանկացած բժիշկ պետք է լավ գիտակցի, թե դրա տարածման եղանակները, թե կանխարգելում են եւ այլն, զարմանալին այն է, որ այդ ոլորտում խտրականության են արժանանում թե տղամարդիկ, թե կանայք իհարկե բուժ օգնություն ստանալուց։ Օրինակ, եթե ունեն որոշակի կողմնակի այլ հիվանդություններ, վիրահատության կարիք ունեն, հետազոտությունների կարիք ունեն, ապշելու չափ, այսինքն ապշեցուցիչ է թե ոնց են բժիշկները վերաբերում, օրինակ այդ կատե անելը, համակարգչային այդ հետազոտություն անելը, որտեղ ընդհանրապես մարմնի հեղուկների հետ կոնտակտ չկա, ասում են դե արի վերջում անենք, որ մաքրենք հետո, կամ վիրահատություն ասում են դե չենք նպատակ չենք տեսնում վիրահատություն անելու, բայց մեր բժիշկն ասում է, որ հրատապ վիրահատության կարիք կա։ Ու նման խնդիրների դեպքում հասկանում ես, որ անձի միավ կարգավիճակն է։ Իսկ եթե արդեն գանք կոնկրետ գենդերային խնդիրներին, այստեղ կտեսնենք, որ եթե ամուսինը օրինակ, ինչպես նշեցիք, արտագն աշխատանքի ժամանակ վարակվել է միավով, վերադառնալուց վարակել նաև իր կնոջը, հետո բուժում ստանալուց ինքը մտածում է, որ տան տղամարդն ինքը պիտի բուժում ստանա, իսկ կինը պիտի տան գործարանի ու բուժման կարիք չունի։ Բազում դեպքեր հենց իրական աշխարհական մարդիկ հասարակական կազմակերպությունը, որ աշխատում է միավով ապրող անձանց հետ, բազմաթիվ դեպքեր են գրանցել, թե նման կարելի է ընտանեկան բռնության դեպքերի, որովհետև մարդուն զրկել բժշկական օգնությունից կամ բուժումից, դա եւս բռնության ձև է, եւ թե առողջապահական համակարգում բժիշկների վարկածի դեպքեր դեռևս գրանցվում են։ Որ դուք նշեցիք կանանց դեպքում ասում են, որ բուժման կարիք չունի, թող տանը մնա եւ այլն, այդ նույն մոտեցում արդյոք օրինակ բժշկական հաստատություններում են հնչեցնում այդ կարծիքը, հատկապես օրինակ մարզային բուժ հաստատությունների դեպքում, որտեղ ավելի քիչ պակաս է տեղեկատվության մակարդակը սովորաբար։ Ես երևի դժվարանամ այս դեպքում ասել բուժ հաստատություններում գենդերային խտրականություն կա թե չկա, որտեղ ինձ հայտնի դեպքերում հիմնականում շատ բազմազան են, այսինքն խնդիրը այստեղ գալիս է, որ անձը միավ ունի թե չունի, իսկ ավելի գենդերային հիմքով խտրականությունը դա ավելի ընտանեկան մակարդակում է լինում, կամ օրինակ եղել է, որ ասենք դպրոցում իմացել են, որ աշակերտի ծնողները միավով են ապրում, խտրականության են ենթարկել, ուստեղ բնականաբար էլի թիրախում ավելի հավանական է, որ ավելի մոր վրա ճնշումներ լինի, քան թե հոր վրա, բայց նաև վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում վարակված կանանց զգալի մեծամասնությունը իր զուգընկերոջից իր ամուսնուց է վարակվել։ Հենց ձեր նշած մտքից հարց ցակեց մոտս, թե մեզ մոտ Հայաստանում հիմնականում գենդերային ապատեղեկատվությունը այդ կարծրատիպային մտածելակերպի հետ միահյուսվում է, մի քիչ դժվար է դրանք հաճախ տարանջատել։ Հետաքրքիր է այս դեպքում ինչ միֆեր կամ կարծրատիպային պատկերացումներ են ձևավորվում, երբ կինը միավով է ապրում, ինչ են ասում իր մասին սովորաբար։ Արդյոք հասարակությունն էլ ինչ որ պիտակներ կպցնում կամ ինչ որ ապատեղեկատվություն տարածում կնոջ վարքի կամ այլին վերաբերյալ։ Դե հենց հասարակության պիտակներից ու կարծրատիպերից է գալիս, որ նաև նույն առողջապահական կամ կրթական ոլորտը կարծրատիպերով էլի հագեցած է։ Այստեղ խնդիրն ինչ է, որ միավը նախ դիտարկվում է որպես սեռական ճանապարհով փոխանցող վարակ, հետո նոր, ասենք, արյան միջոցով կամ մորից երեխային, այսինքն իր հիմնական
խնդիրը սեռական ճանապարհն է ու այստեղ սեռականության հարցը ընդհանրապես Հայաստանում շատ կարծրատիպացված արդեն ու երբ որ խոսքը գնում է կնոջ մասին, պատկերացրեք սեռական հարաբերությունը, երբ որ խոսում ենք տղամարդու մասին, դա շատ նորմալ երևույթ է դիտարկվում, իսկ կնոջ պարագայում կարծես թե կինը պիտի աստվածաշնչային լեգենդի նման գույս մնար։ Այսինքն այստեղ այդ խնդիրն է գալիս, որ կինը հարաբերություն ունենալու իրավունք չունի կարծես թե, բայց էլի եթե վիճակագրության նայենք, նա հարաբերություն ունեցել իր օրինակ ամուսնու հետ ու ամուսնուց է վարակվել, եթե այդ սկզբունքով էլ նայենք, ինչի պիտի նորից կինը խտրականության ենթարկվի, եթե 4 հաշվարկներով նայենք։ Ու այնտեղ գալիս է արդեն մորից երեխայի փոխանցումը, ստացվում է, որ չգիտես ինչի, այդ նաև տերմինը մորից երեխա են ասում, մորն են թիրախավորում, դեռ էլ հաշվի չի առնում այդ գործոնը, ոնց այդ վիրուսը եկավ հասավ այդ ընտանիք, ու էլի թե մայրը պիտի այդ բոլոր փուլերն ու բուժումներն ասնի ամեն ինչ անի, որ երեխային չփոխանցվի ծննդաբերելուց հետո երեխան չունենա միավարակ, ու մյուս կողմից էլ այդ հասարակության ճնշումներն է, այդ վերաբերմունքն է, որ պիտի նաև իր ուսերի վրա էլի կինը տանի։ Իսկ այս խնդիրների հիմնականում պատճառը ո՞րն է, որ տեղեկատվության պակասն է, թե մտածելակերպն է Հայաստանում։ Տեղեկատվությունը մի բան է, իհարկե շատ կարևոր է ինֆորմացնել հնարավորինս, բայց էլի բժիշկների օրինակով որ նայենք, բժիշկները գիտեն ոնց է փոխանցվում վարակը, բայց հա, շատ դեպքերում որ խոսում ենք բժշկական սարքերը մաքրել կամ հաճախա, թեկուզ հենց մեր ռեպորտաժներում կանայք պատմում են, թե ինչ դեպքերի են բախվել։ Դե բժիշկը նախ ցանկացած իր պացիենտին պիտի վերաբերի ոնց որ պոտենցիալ վարակներ, տարբեր վարակներ ունեցող, այսինքն ցանկացածի հետևից պիտի նույն այդ ախտահանումներն արվի, նախորդ կանխարգելման քայլերը ձեռնարկվի, իրենց համար պիտի էական չլինի անձը ասում է օրինակ միավ ունի թե չունի կամ իրականում ունի թե չունի, իրենք պոտենցիալ բոլորին պիտի նայեն որպես օրինակ չգիտեմ միավ ունեցող կամ այլ վարակներ ունեցողներ ու այսինքն ենթադրվում է որ համալսարանը որ ավարտում են բավական երկար տարիներ սովորում են ու պիտի այդ գիտելիքն ունենան, բայց նաև իմ փորձից ելնելով եղել են բժիշկները որ տեսել են որ գիտելիք ունեն, բայց ասում է թե ամեն դեպքում ներքուստ այդ վախը կա, այսինքն այդ վախը ինչի կա, ինչի համար են այդ վախերը ձևավորում, այդ կարծրատիպերը այդ չգիտեմ մոտեցումները, որոնք անհիմն են ու ստեղից գալիս է արդեն ոնց հասարակ քաղաքացիություն փոխենք, եթե բժիշկին է փոխելը դժվար։ Պիտի առողջապահության նախարարությունը շատ ավելի խիստ քայլեր ձեռնարկի, ոչ թե ուղղակի աչք փակի, իսկ մինչև հիմա աչք են փակում այս գործերի վրա, այլ խիստ մեթոդներով նույնիսկ ընդհանուր հեռացնել այդ բժիշկին ընդհանրապես ոլորտից չենք կարող ուղղակի լռել ու ասել կամ խռովել հասարակական կազմակերպություններից, օրինակ նախարարը խռովում է, երբ որ այդ հարցերը ավելի միջազգային հարթակներում են բարձրացնում։ Իսկ այ Փինկի նման իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների դերը որքանով է կարևոր այս գործում, թեկուզ հենց այդ կանանց ձայնը լսելի դարձնելու համար կամ օղակը ստեղծելու։ Ընդհանրապես հասարակական կազմակերպությունները պիտի շատ լուրջ դիտարկեն բոլոր դեպքերը, արձանագրեն ու այդ դեպքերի նաև համակարգային փոփոխություններին ուղղված քայլեր անեն։ Իսկ ստացվում է մենք ինչ որտեղ նաև պետության կորզն ենք մեր վրա վերցնում ու պետության փոխարեն սկսում ենք աշխատել նման առաջարկ եղել է նախարարության խտրականության դեպքերը հենց նախարարության մակարդակով արձանագրել, այսինքն ոչ թե նայել հասարակական կազմակերպությունների գրանցած դեպքերին ու աչք փակել, այլ հենց նախարարությունը գրանցի ու քայլեր ձեռնարկի դրա վրա։ Նախարարի տեղակալ Նանուշյանը անցած տարի հրաման ստորագրեց, որ խումբ ձևավորվի այդ խտրականությունը արձանագրելու համար, հետո նույն նախարարությունը այդ process-ը սպանեց։ Ու դե ձևական արեցի միջազգային, ասենք, գործընկերներին ցույց տալու համար, հետո իրանց այդքան էլ ձեռնտու չէր։ Այս տարի հանդիպումներից մեկի ժամանակ որ բարձրացրեցին, նույնիսկ չէր հիշում, որ ինքը նման հրաման է ստորագրել ու մինչև այսօր փնտրում է այդ հրամանը, հուսանք կգտնի ու այստեղ հասարակական կազմակերպությունը իրանք այդ դիտորդի դերն են տանում, որ ուշադիր հետևեն ամեն ինչին, այսինքն եթե մի բան տապալվում է process, նորից բարձրաձայնեն, եթե
դեպքեր են արձանագրվում, որոնք համակարգային բնույթ ունեն, ամեն ինչ անեն, որ այդ մեթոդները փոխվեն, դրա համար ցանկացած հասարակական կազմակերպություն ուստեղ կապ չունի հա ծրագիր են իրականացնում կամ չունեն ֆինանսական միջոցներ, պիտի հստակ իր ռազմավարության մեջ որոշ քայլեր նախատեսի ուղղակի հետևելու այդ բոլոր process-ներին ու խտրականություն արձանագրելու համար։ Եվ նման հասարակական կազմակերպությունների զուգահեռ նաև մեդիա ոլորտն է հա աշխատում եւ ուղղակի հանդիսանում եւ բարձրաձայնում է ինչպես է գնահատում այստեղ նույնպես չէ ռիսկեր կան թե ինչպես կլուսաբանվի այս կամ այն խտրական մոտեցումը կամ ապատեղեկատվությունը գենդերային ավելի շատ որքանով որ դուք նկատել եք ես գիտեմ որ նաև մոնիթորինգի թիմ ունեք ավելի դրական ազդեցություն է ունենում թե մեդիան էլ է խնդիրներ ստեղծում Ճիշտ նկատեցիք, որ մեդիայի դերը շատ կարևոր է այստեղ, որովհետև մեդիան շատ ավելի մեծ լսարան ունի, քան օրինակ հասարակական կազմակերպությունը կարող է ունենալ։ Ցավոք պիտի ասեմ, որ դեռ ընդհանուր եթե նայենք, քիչ են մեդիայում խոսվում թե միավի մասին, թե խտրականության մասին, ու հատուկենտ մեդիաներ կան, ասենք որ Civilnet-ը կամ մեկ այլ մեդիաներ կարող են անդրադառնալ նման հարցերի մյուսները շատ դեպքերում կամ լռում են կամ որոշակի ոչ ճշգրիտ ինֆորմացիա են փոխանցում իհարկե այստեղ ոչ միայն կարևոր է ասենք հասարակական կազմակերպությունների արած գործը լուսաբանել, այլ պարբերաբար այս հարցերին ուշադրություն դարձնել այսօր իմ գնահատմամբ միավի կանխարգելման ու միավով ապրող անձանց վրա ուշադրությունը շատ քչացել է Հայաստանում հեղափոխությունից հետո կարծես բոլորս sense խորը շուշ քաշեցինք որ ինչ լավ է օրինակ UNAIDS-ի ՄԱԿ-ի միավցիայի ծրագրերի համակարգողը դարձել է փոխնախարար բայց ինքը դարձավ այդ համակարգը տապալողը ու պիտի շատ լուրջ լինենք արդեն այդ հարցին ու չմտածենք թե ժամանակին միջազգային կամ թեկուզ հասարակական կազմակերպության աշխատողը եթե այսօր որոշում կայացնող այդ հարցեր ուրեմն հարցերը կլուծվեն ու օրինակ մեդիայում եղել են նաև ապատեղեկատվության դեպքեր աբսուրդի հասնող կոնսպիրոլոգիաներ բայց մենք կարող է ծիծաղենք երբ որ ասենք Հայաստան բանան է ներգրվել որի մեջ միավ կա դա ծիծաղալու է որովհետև աբսուրդ է դա բայց հասարակ քաղաքացին կարդալով կհավատա դրան ու երբ որ կոնկրետ մարմիններ օրինակ առաջ Կարծիայի կենտրոնը, որը հիմա դարձել է ինֆեկցիոն հիվանդանոցի մաս, երբ որ իրաք չեն արձագանքում նման դեպքերի, այդ լուրը մեդիայում մնում է որպես միակ ճշմարտություն։ Դրա համար շատ պիտի մեդիաները խոսեն սրա մասին, անընդհատ պետք է ոչ միայն ընդհանուր միավի, այլ ոնց որ այսօր ենք խոսում կոնկրետ չգիտեմ կենտրոնային հարցերը, խտրականության դեպքերը, այլ նման հստակ օրինակներով պետք է անդադ աշխատանքներ տարվեն։ Եվ մեր զրույցն ամփոփելով հետաքրքիր է օրինակ Pink-ին, հա, շատ են մարդիկ ավելի դիմում հիմա նման խնդիրներով, թե չէ այդ արդյոք ավելի ինքնավստահ են դարձել, եթե կարելի է այդպես ասել։ Ցավոք մենք նկատում ենք, որ կանխարգելման տարվող աշխատանքներն են ավելի թուլացել ու այսօր հասարակությունը ավելի ամեն դեպքում խոցելի խմբերը, եթե նայենք միավի նկատմամբ խոցելի խմբերը ավելի քիչ են տեղեկացված օրինակ կանխարգելման մասին, դրա վրա պետք է շատ ուշադրություն դարձնենք։ Մեզ հիմնականում կարող է դիմեն օրինակ որտեղ կարող են հետազոտություն անցնել ու դերևս քանի որ շատ սահմանափակ է, չնայած խոստացել էին ապակենտրոնացում եւ այլն, բայց կարծես դա սկսվեց եւ ավարտվեց ՏԻԱ-ի կենտրոնի անվանափոխությունով կամ միացնելով ինֆեկցիոն հիվանդանոցին դերևս մարդիկ փորձում են հասկանալ որտեղ կարող են հետազոտվել, վճարվի թե անվճար է, նաև գաղտնիության ու անանունության հարցն է, որովհետև դեռ վստահություն չկա ու երբ որ մենք վստահում են ամեն դեպքում մենք էլ փորձում ենք համոզել, որ գիտեք, այդ կենտրոն որ գնաք, հաստատ անանուն, գաղտնի եւ այլն է, այդ ամեն ինչը պահպանված է, բայց դեռ պետական համակարգի վստահություն չկա, հա, եթե որոշ հասարակական կազմակերպությունների վստահում են հարցնում են, բայց ոչ բոլոր ունեն օրինակ այդ թեստավորման հնարավորությունը կամ ասենք կամ պահպանակների տրամադրելը, որը էլի ոմանց համար կարող է թանկ լինել։ Հետևաբար նաև ինչ որ աշխատանք ենք անում, որ հասարակության ու պետության միջև կապ ստեղծենք մարդիկ օգտվեն այն ծառայություններից, որոնք որ կան։ Շնորհակալ եմ շատ։
Հիշեցնեմ, ես զրուցում էի Փինկ իրավապաշտպան հասարակական կազմակերպության հաղորդակցության ղեկավար Մամիկոն Հովսեփյանի հետ ցտեսություն։